Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանի մահվան հանգամանքները դեռ չեն հրապարակվում։ Այսօր դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը մահացել է Որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից, կրակոցը արձակվել է ադրբեջանական կողմից։ Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տրուզյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ գործի քննությունից ելնելով այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում։ Գարիկ Իսպիրյանը 19 տարեկան էր, դեպքը տեղի էր ունեցել 3 ժամը 15-ի սահմաններում Ղարաբաղի արևելքում գտնվող սահմանային հենակետում։ Զոհված զինծառայողը քիչ առաջ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու մարտական ծառայություն մեդալով է պարգևատրվել։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Ազատության հետ զրույցում նշեց, որ սա սովորական միջադեպ չէր, այդ պատճառով էլ զինծառայողին պարգևատրել են։ Այստեղ կա մանրամասներ, որոնք չպետք է հրապարակվեն։ Սա ռազմական ուրեմն ոլորտին է առնչվում։ Դրա համար ուղղակի ընդունեք այն ինչ կա։ Եվ պետք է նաև մտածենք մեկ բան, որ որևէ մի զինվորի կամ սպայի կամ զինծառայողի ընդհանրապես չի շնորհվում այս կամ այն պարգևը առանց հիմքի, առանց համապատասխան հիմքի։ Լեռնային Ղարաբաղում այս միջադեպը դիվերսիոն են որակում։ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Ադրբեջանի նպատակները անհասկանալի են։ Ռազմաքաղաքական որևէ փոփոխություն դա չի բերում։ Նրանց խախտումները, գիտեք, դիրքերը որտեղ եղել են 20 տարի առաջ, մինչև հիմա այնտեղ են։ Ուղղակի այդ ագրեսիան եւ նման պետություններին բնորոշ պահելավոճը սա բնական երևույթ է դարձել։ Այդպես էլ պիտի լինի, դա մենք գործ ունենք կան, չէ՞, ախտորոշումներ ասենք, հիվանդություններ, որը ցանկացած մարդ էակ անցնում է ինչ-որ մի սիմպտոմներով։ Հիմա այդ պետությունը հիվանդացել է ֆաշիզմով։ Եվ այն էլ այդ ֆաշիզմը գտնվում է ամենավատ աստիճանում։ Երեկ երկու զոհերի մասին տեղեկատվություն է հրապարակել նաև ադրբեջանական կողմը։ Ինտերֆաքս Ադրբեջանի փոխանցմամբ Ղազախի շրջանում ականի վրա պայթել է զինվորականներ տեղափոխող մի բեռնատար։ Արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող զոհվել է։ Արդեն այսօր էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 3 հայկական դիվերսիոն խմբերը փորձել են անցնել սահմանագիծը։ ԱՊԱ գործակալության հրապարակած տեղեկություններով ադրբեջանցի զինծառայողների կրակի արդյունքում հայկական կողմը մեծ թվով զոհեր տալով նահանջել է, իսկ ադրբեջանական կողմը վնասներ չի կրել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում այս տեղեկությունը հերյուրանք են համարում։ Ազատության հետ զրույցում Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ հայկական զինված ուժերը ոչ մի հարձակում չեն իրականացրել։ Հերքում են նաև հայկական կողմի մեծաքանակ զոհերի մասին տեղեկատվությունը։